Նոյեմբերի 20-ից 30-ը լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1990 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած ժամանակահատվածում մենք շատ ենք խոսել Հայաստան-Հնդկաստան կապերի մասին, հիմա այսպես թրենդի մեջ է Հայաստանի եւ Ղազախստանի, Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի միջև հարաբերությունների զարգացման հարցերը, ընդ որում այդ հարաբերությունները ստանում են ուղղակի համակողմանի մի բնույթ եւ ընդհանրապես Հայաստանի արտաքին կապերի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Հայաստանը դուրս է գալիս իր այդ դիվանագիտական բարդույթից, երբ մեզ համար ինչ որ X կամ Y երկրի հետ հարաբերությունները արժեք ուներ այնքանով, որքանով այնտեղ կար հայկական համայնք կամ չկար։ Կամ ասենք X երկիրը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, թե չի ճանաչել։ Ինչ ասել է պետական շահ, ինչ ասել է երկկողմ հարաբերություններ, բազմակողմ հարաբերություններ, պետական դիրքավորում, այդ ամենը կարծեք թե մեր դիվանագիտության համար չէր, քանի որ այդ ամենն էլ տրված էր Ռուսաստանին outsourcing-ի, հա, այսպես արտապատվիրակված էր, դե քանի որ իրենք մեր փոխարեն ամեն ինչ կանեն, իրենք կորոշեն, մենք սոված ենք, թե մեր քունն է տանում, մենք էլ սենց էլի թեթև մեր համայնքներով, բանով, եւ ընդհանրապես մեր գիտելիքները համալսարանական արտաքին աշխարհի մասին կարծեք թե ունեին նույն կենտրոնացվածություն, կամ էլ հիմնվում էին ինչպես թուրքագիտությունը մեր ազգային տրավմաների վրա։ Հիմա հարց է առաջանում, մանավանդ նաև որ Ռուսաստանի հետ մենք կանգնած ենք օբյեկտիվորեն հարաբերությունների վերանայման հրամայականի առաջ։ Այդ ամենի գիտելիքները մենք ունենք, ընդհանրապես ում հետ մենք գործ ունենք։ Կա արդյոք Հայաստանում մի տեղ, որտեղ կարելի է ուսումնասիրել եւ որտեղ ուսումնասիրում են եւ կարելի է նրանց միանալ այդ գիտելիքներն այնտեղից ստանալ, այն ինչ վերաբերվում է Կենտրոնական Ասիային, Հնդկաստանին, Ռուսաստանին։ Մինչդեռ Հայաստանին այդ գիտելիքները անհրաժեշտ են օդու ջրի պես եւ հնարավորինս արագ։ Կա այստեղ երկու ճանապարհ՝ դնել նորից փոքր երկիր լինելով, նորից հեծանիվ հորինել եւ չգիտես ինչքան ժամանակ կպահանջվի մինչեւ այստեղ պատշաճ մակարդակ ապահովվի, կամ հիմնվենք համաշխարհային փորձի վրա։ Ինչպես հայտնի է, արևմուտքում այդ գիտելիքները կան, այդ հետազոտություններն արվում են եւ պետք է ուղղակի կոոպերացիայի մեջ այդ ամենը նաեւ բերել եւ ներդնել Հայաստանում։ Ով է դա անելու, ով է այդ խնդիրը դնելու, ով է այն իրականացնելու եւ ինչպես դա պետք է արվի, որովհետեւ այստեղ ամենակարևորը որ մենք հասկանանք մի բան, մենք ինչ ենք ուզում, փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրը Միացյալ Նահանգներից է, Տեքսաս նահանգից, Ջորջ Բուշի կառավարման եւ հանրային ծառայության կենտրոնի հետազոտող Դավիթ Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Ռաբյան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, սա մի հարց է, որին դուք արդեն անդրադարձել եք եւ ուշի-ուշով հետևելով այս միջազգային զարգացումներին Հայաստանի արտաքին քաղաքականության այս հետագծին վերջին ժամանակաշրջանի, դուք նաեւ այդ հարցին եք անդրադարձել, իսկ մենք ընդհանրապես գիտելիք ունենք մեր վիզավիների մասին, հա, ում հետ մենք գործ ունենք, եւ այդ գիտելիքները Հայաստանում որտեղ է այսպես տեղակայված, որտեղ է գեներացվում այդ հետազոտությունները,
Ի վերջո այդ կապերը ոչ թե աչքաչափով պետք է լինեն, այլ ինչ որ գիտականորեն հիմնավորված, հա? Փորձենք մի հատ գույքա գրել, հա, նախ ինչ ունենք եւ ինչ չունենք, եւ ընդհանրապես մենք ինչ ենք ուզում, եւ որտեղից այդ մեր ուզածը ճարենք, բերենք, հա, այսպես ասած, համեցեք ձեր դիտարկումները։ Ես մեկ անգամ շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Միրաբյան։ Այո, իմ կարծիքով մի կարևոր նկատառում անենք, մի ճանցնենք առաջ, նույնիսկ երբ որ մենք խոսում ենք բանակի մասին, մենք չենք կարող չէ պատկերացնել բանակ առանց վարժեցված լավ կրթություն ստացած սպաների ու լավ զինվորների։ Մենք ասում ենք սպաները մեր բանակի ողնաշարն են ու զինվորների այս բանակի մասին ռեֆորմների համատեքստում որ խոսում ենք, նաև շատ մեծ ուշադրություն է դարձնում, որ հենց բացի զենքերից մեծ նշանակություն ունի նաև ուսման ձևը, ինչպիսի կրթություն են ստանում այդ ժամկետային ծառը եւ այլն։ Կամ երբ որ խոսում ենք սպորտի մասին, չենք կարող դա պատկերացնել առանց ուժեղ պարապած այսպես ասած մարզիկների։ Հիմա երբ որ խոսում ենք պետական ապարատի մասին, մենք մեկ-մեկ մոռանում ենք ինչպիսի ինստիտուտներում է ձևավորվում մեր պետական բյուրոկրատիան։ Ես չեմ խոսում քաղաքական պաշտոններ զբաղեցող անձանց մասին, այլ բյուրոկրատական համակարգը, որ Մաքս Վեբերը համարում էր, որ այսպես անհրաժեշտ չարիքն է, որտեղ առանց դրա չի կարող ոչ մի պետական ապարատ աշխատել։ Հիմա որտեղ է մեր բյուրոկրատիան, այն բյուրոկրատիան, որ օրինակ աշխատում է ԱԳՆ-ում, Անվտանգության խորհրդում, արտաքին քաղաքականությունով անվտանգային հարցով զբաղվող մեր այսպես ճակատը որտեղ է սովորում կրթվում, սովորում հայկական կրթական համակարգում։ Արդյոք կրթական համակարգը այդ տալիս է այն կրթությունը, որ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության անվտանգային նպատակներին, ռազմավարական նպատակներին, ինչպես նաև այն սպառնալիքներին, որ մենք ունենք։ Ու այստեղ, երբ որ մենք դիտարկում ենք, մենք տեսնում ենք, որ մենք ունենք մի հատ մեծ բաց, որտեղ այն կրթական համակարգի ծրագրերը, կրթական ծրագրերը, որ մենք ունենք, նույնիսկ ֆակուլտետներն ու ամբիոնների, ասած կառուցվածքը հիմնականում խորհրդային ժամանակներից ժառանգված նույն կառուցվածքն է, այսինքն այն մեծ հաշվով չի հարմարացվել անկախ Հայաստանի մարտահրավերներին։ Ես չեմ ասում այս նույնիսկ այս շրջանի Հայաստանի, այսինքն հետհեղափոխական կամ հետպատերազմյան կամ հետ օգոստոսի 8-յան, այլ նույն հենց 91 թվականի։ Ու ստեղ օրինակ մեկ օրինակ բերեմ, երբ որ օրինակ ասում ենք արևելության ֆակուլտետ, չէ՞։ Արևելքում ում ենք տեսնում, մենք արևելքում տեսնում ենք կենտրոնական Ասիա, մենք արևելքում տեսնում ենք հարավ-արևելյան Ասիա, հարավային Ասիա, Ռուսաստան, կենտրոնական Ասիա, Չինաստան, Ճապոնիա, հարավային Կորեա եւ այսպես շա հիմա Հայաստանի արևելության ֆակուլտետում մենք ունենք թուրքագիտություն, իրանագիտություն եւ արաբագիտություն։ Սա հիմնական խորհրդային ժամանակներից ժառանգված սիստեմն է, քանի որ խորհրդային կայսրության այսպես ասած նպատակներից մեկը Իրան ընդհանցակվել էր, պետք էր Իրան սովորել, Հայաստանում լավ մասնագետներ կան, մինչև հիմա ավանդույթը մենք ունենք, արաբական աշխարհի հետ ԽՍՀՄ լուրջ հարաբերություններ ուներ, սառը պատերազմի բախման թեժ կետերից մեկն էր, Սիրիան, բոլոր արաբական իսրայելական կոնֆլիկտը ու դե Թուրքիան բազ է ՆԱՏՕ-ի անդամ ամենահարևան երկիր, բայց հիմա մենք տեսնում ենք, որ փոխվում են արևելքը Հայաստանի համար։ Այո։ Կենտրոնական Ասիայի մասին մենք ինչ ունենք։ Մենք չունենք նույնիսկ առարկա։ Երբ որ մենք պետք է կարգով ունենք բաժին, որը կուսումնասիրի տվյալ երկրների քաղաքական համակարգը, պատմությունը, կրոնը, մշակույթը, առաջնորդներին, կուսակցությունները, քանի որ այս բոլորի ամբողջն է, որ ազդում է արտաքին քաղաքականության ձևավորմանը։ Ես չեմ խոսում լեզուների մասին, որտեղ եթե մենք օրինակ շատ հնարավոր է, որ մենք օրինակ մեկ ուսանող, որ շատ կտարվի օրինակ Ուզբեկստանով կամ Ղազախստանով, կսկսի սովորել լեզուն օրինակ երկրորդ կուրսում, հաշվի առնելով, որ հարաբերությունները զարգանում, միանշանակ անհրաժեշտ է, որ գոնե 6 ամիս կամ 3 ամիս հնարավորություն ունենա անցնել ինչ-որ մի փորձաշրջան, ամռան արձակուրդների ժամանակ, խորացնել լեզուն, ճանաչել երկրի, հետ գալ շարունակել,
Օրինակ ԱՄՆ-ում օրինակը բերեմ, որ ասածս ավելի կոնկրետ լինի, օրինակ ուսանողներ կան, որ ընտրում են օրինակ Ռուսաստանը կամ ընտրում են օրինակ Եվրոպան, արդեն շուտ ընտրում են լեզուն նաև այդ ուղղությամբ։ Հնարավորություն է ստանում գնալ այդպիսի լեզվով խոսացող երկիր, օրինակ ռուսերենի հետ կապված շատ նաև Հայաստան են գալիս։ Ու սովորում են, ու հետո այդ մարդը, որը այդ երկիրը դառնում է իր կենսագործունության մի մասը, սկսում է այդ երկրի մասին ամեն ինչ սովորել։ Ու հետո պետական համակարգում, երբ որ արդեն մասնագետ են մանգլեսայթողությամբ, նա պոտենցիալ կադր է։ Այո։ Հիմա մի այս պահով այս համատեքստի մի բան էլ նշեմ, օրինակ հիմա Հայաստանի հարաբերությունները հստակ մեծ աճ են գրանցել Ֆրանսիայի հետ։ Մենք ոչ մեկ քաղաքական համագործակցություն ունենք, մշակութային քաղաքական համագործակցությունը գումարվել է անվտանգային ռազմական բաղադրիչը, որը շատ երկար ժամանակ շատերը չէին հավատում, որ կստացվի, բայց ստացվել է, սա շատ մեծ ձեռքբերում է։ Բայց մենք ունենք, օրինակ Ֆրանսիայի մասին հատուկ առարկաներ, որ կուսումնասիրի Ֆրանսիայի քաղաքական համակարգը, մշակույթը, լեզուն մենք ունենք որոշ դպրոցներում, օրինակ իմ դպրոցում 70-ում շատ լավ հիմք կար բիլենգը, ու դրա վրա կարելի է կառուցել Հնդկաստանի մասին, տարբեր էթնիկ խմբեր կան, քաղաքական համակարգը, ժողովրդավար, պատմական տարբեր շերտեր, տարբեր կուսակցություններ, նուրջ նրբություններ կա Հնդկաստանում, բայց մենք Հնդկաստանի հետ կապվածը չունենք։ Այսինքն զուտ շատ լուրջ վերանայման պետք է ենթարկվի ամբողջ այդ կրթական, մենք երբ որ կրթական համակարգի մասին խոսում ենք հեթերապորական շրջանում կամ հետ 2018-յան, խոսակցությունը շատ ներքև չի գնում, իսկ ներքևում խոսակցությունը կրթական ծրագրերի մասին է, որի մասին մենք դեռ քաղաքական, ոչ քաղաքական խոսակցություն ենք, ոչ է մասնագիտական։ Պարոն Պետրոսյան, շատ կարևոր է նաև Ռուսաստանի ուղղությամբ։ Մենք Ռուսաստանի հետ կապված ունենք ինչ-որ դիցաբանական պատկերացումներ, կլիշեավորված, մի քիչ ավելի, այսպես, առաջադեմները տեղյակ են գրականությունից, մի քիչ էլ պատմություն են կարդացել, բայց պատմությունն էլ էլի գիտենք, որ շատ գաղափարականացված է, գաղափարախոսականացված է, հա, այսպես ասենք, բայց այդ ամենը մեզ ոչ այն է մոտեցնում է իրականությանը, այլ մի բան էլ հեռացնում եւ դեֆորմացնում մեր պատկերացումները, դա էլ հանգեցնում է սխալ որոշումների, անհարկի վախերի, իրական սպառնալիքների թերագնահատմանը, օրինակ։ Այդ ամենը մենք տեսնում ենք, որ օրինակ բազմաթիվ արևմտյան առաջատար բուհերում Ռուսաստանով զբաղվող, ասենք, համապատասխան բաժինները կամ ֆակուլտետները նախ տասնամյակների կուտակված փորձ ունեն, դեռ այն ռուսիստիկայի եւ սովետոլոգիայի այդ դպրոցները, հա, որ ժամանակին կային, եւ հիմա նրանք բնականաբար ադապտացվել են, ասենք, արդիական պահանջներին եւ ուսումնասիրում են այն ինչ կա, բայց նաեւ այդ ամենի խորքերը մենք դրա մասնագետն էլ չունենք, հա։ Մեր, ասենք, Ռուսաստանի լավագույն մասնագետները դա, ասենք, արտագնա աշխատանքի գնացող եկողներն են, բայց դա էլ այսպես շատ հայեցողական է, էլի։ Չնայած շատ օգտակար է իրենց պատմածները լսել, որովհետև առաջին ձեռքից է, բայց այնուամենայնիվ դա գիտություն չի։ Ինչ ունի այստեղ անելու Հայաստանը, ի վերջո Ռուսաստանը հիմա պատմական տրանսֆորմացիաների փուլի մեջ է, ընդ որում դա տրանսֆորմացիա է նեգատիվ եւ Հայաստանը պետք է համարժեք լինի այդ ամեն ինչին։ Իսկ որն է համարժեքը, որն է համարժեքության չափանիշը, այդտեղ վակուում է տիրում, համեցեք։ Շնորհակալ եմ այս շատ կարևոր շեշտադրման համար, պարոն Աբան, այո, Ռուսաստանի մասով մենք նույնպես շատ վաղուց պետք է ունենանք առնվազն մեկ ամբիոն, որտեղ հնարավորություն կուներ, որ ձևավորվել նաև հայաստանյան ռուսագիտական դպրոց, որը Ռուսաստանի կնայեր նախ եւ առաջ Հայաստանի շահերից, Հայաստանի անկյունից, որտեղ
մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ բազմաշերտ են, մեծ պատմական համատեքստ կա, տարբեր հնարավոր բոլոր տեսակի ինտեգրացիոն կառույցներում ներգրավվածություն ունենք, դաշնակցային փաստաթղթային հարաբերություններ ունենք մինչ այժմ, միևնույն ժամանակ լուրջ սպառնալիքներ ունենք Ռուսաստանից, որը արդեն քաղաքական ամենաբարձր մակարդակով նշվում է։ Այսինքն փաստագրվել է, որ Հայաստանը ունի անվտանգային սպառնալիքներ Ռուսաստանից։ Հիմա այս պարագայում մենք պետք է ունենանք Ռուսաստանի վերաբերյալ բավարար գիտելիքներ, բայց մենք ինչու չունենք, որովհետև չունենք ամբիոն, չունենք առարկաներ, հետևաբար նաև չունենք անհրաժեշտ ձևավորված փորձագիտական շրջանակը, որի հիման վրա կարող է նաև մասնագետների վրա նաև ունենանք պետական համակարգում աշխատող եւ այլն։ Հիմա Ռուսաստանի մասով մենք առնվազն պետք է ուսումնասիրենք Ռուսաստանի քաղաքական պատմությունը, ոչ թե պատմությունը, այլ մենք ոտին ոչ ակատամատերավ քանի զինվոր զոհվեց, դա համաշխարհային պատմության դասերով դպրոցում էլ անցնում ենք, կոպիտ ասած։ Մենք քաղաքականի մասին է խոսակցում, մենք ինչ դեր ունեցեք կայսրերը, մենք ինչպես կարող ենք կայսրին համեմատել ներկայիս նախագահական համակարգի հետ ու ինչպես կարող ենք համեմատել կոմունիստական կուսակցության առաջի տեղակալի հետ, ինչ նմանություններ կա այդ շատ մեծ ուղղահայաց կառավարման մեջ, ինչ նմանություններ կան, ինչ ազդեցություն ունեցել ոսկե հորդան, այսինքն քաղաքական պատմություն, ռազմական բանը մենք պետք է ՀԱՊԿ-ի անդամ ենք, ռազմական կողմը, մեծ նշանակություններ ուսումնասիրենք ԽՍՀՄ-ի ինչպիսի ազդեցություն ունի Ռուսաստանի վրա ու ինչպիսի ազդեցություն ունի այժմ արտաքին քաղաքականության վրա, այսինքն առնվազն 6-7 առարկա, որտեղ շատ կարող է նաև Ռուսաստան, Եվրոպա, Ռուսաստան, Ամերիկա, Ռուսաստան, Չինաստան, օրինակ այստեղ պարոն օրինակ Չինաստանի հետ կապված, Չինաստան ուսումնասիրող ուսանողները այնպիսի տարբեր առարկաներ կան։ Չինաստանի քաղաքական համակարգը, Չինաստանի ռազմական համակարգը, Չինաստան, Հնդկաստան, Չինաստանը Հարավարևելյան Ասիայում ու տարբեր ու դա մասնագետներ են ձևավորվում։ Հիմա Ռուսաստանի մասով մեր մոտ սրա պակասը մենք ունենք, ոչինչ այս առումով մեր մոտ տեղաշարժ չկա, մենք Ռուսաստան չենք սովորում, մենք Ռուսաստան այդ ձեր ասած այսպես դիցաբանական, օրինակ մեկ օրինակ բերեմ այսում շրջանավոր օրինակ Ուկրաինայի մասով այդ 28 կետը որ կա, չէ։ Իմ կարծիքով յուրաքանչյուր Ռուսաստան այսպես մի քիչ հետազոտած կամ մի քիչ կարդացած մարդ նախ եւ առաջ օրինակ ուշադրություն կդարձնի որ այս փաստաթղթը այնպես են արել, որ Պուտինը կարողանա ցույց տալ որպես հաղթանակ։ Այո։ Որտեւ եթե ուրիշ կերպ լիներ, ու ինքը չկարողանար սա ցույց տալ որպես հաղթանակ, շատ բարդ է լինելու ինչ-որ մի կետի իրեն համոզել։ Այսինքն ստեղ առնվազն խնդիր է դրված եղել, որ Պուտինը կարողանա սա թե ամբողջ աշխարհին թե ժողովրդին ներկայացնի որպես Պարզա չէ, որ նա չի հաշել իր ռազմավարական նպատակների, ոչ դենացիֆիկացիա, ոչ դելիմիլիտարիզացիա, հակառակը միլիտարիզացիա է լինելու նացիֆիկացիան, եթե Ռուսաստանը պատկերացնել իր հանդեպ ուկրաինական ժողովրդի հատելությունը, չգիտեմ ինչ մակարդակի դա պետք է հասնի, ասենք, բայց ինչու այս ընկալումը մի քիչ մեր մոտ պակասում է, որովհետև մենք չգիտենք, որ Ռուսաստանի դեպքում կարևորը, այսպես ասած, չեմ ուզում մի քիչ նեղացնել խոսակցությունը, բայց արտաքին տեսք ինչպես ուրիշներ կմտածեն։ Որտեվ Պուտինի խնդիրը դա է։ Հիմա մենք որ հիշենք մեր խառապանների հետ կապված խոսակցությունը, որ նպատակական հանկարծ չհասվի, որ խառապանները տապալել են, էլի, այստեղ արդեն մենք ասոցիացիաները կանենք։ Մինչդեռ այդ արտաքնա գնացող աշխատողները, պարոն Միրաբյան, իրանք լուրջ հետազոտական սեգմենտ են, որտեղ եթե մենք ունենայինք հետազոտողներ, ովքեր կարողանային նույնիսկ քանակական, որակական հետազոտություններ անել այդ մարդկանց հետ, որտեղ մյուս հետազոտական նյութան Ամերիկան, Եվրոպան կերազեն նման այդպես access dostуп ունենան այդպիսի մեջ հետազոտման մարդկանց, այսպես ասում, կարելի է ինֆորմացիա հավաքել։ Ես չեմ խոսում հետախուզական կառույցների մասին, դեմքով շատ շուտ է դրա մասին խոսել, բայց մենք չունենք ու ռուսա խնդիրներ բերելու է, դա Ռուսաստանի մասին մեր պատկերացումները գնում են անհատական համոզմունքների, նախապաշարմունքների եւ ըստ քաղաքական առաջնահերթությունների դաշտ։ Մեկ օրինակ բերեմ, օրինակ պարոն Միրաբյան, այստեղ մենք ունենք Ռուսաստանի վերաբերյալ առարկա։ Ես հատուկ դրա հետ կապված այստեղ այն դասախոսներով ովքեր զբաղվում են, փորձել նաեւ իրենց հետ առանձին աշխատել,
Օրինակ ամառը աշխատեցինք 90-ականներում, 90-ականից սկզբում շուկայի փոփոխությունը Եգոր Գայդար, Չեռնոմիրզին այդ աշխատանքների վրա արխիվային հետազոտություն իրականացրեցինք։ Ու օրինակ առարկան Ռուսաստանի մասին առնվազն ուսանողները կարդում են 1 գիրք, առնվազն շաբաթական 1 գիրք Ռուսաստանի մասին։ Մոտ 300-400 ու ամեն գրավոր աշխատանք։ Այս անհատական աշխատանքը մոտ ուրիշ պատմություն, որ մեր մոտ այդ ավանդույթները հələ մնում նույնը։ Ուզում ասեմ առնվազն 1 գիրք, դրա հետ փոխկապակցված հոդվածներ ու այդ գրքերը իրար վրա կառուցվող են։ Ասենք տարբեր բաներ ունենք, սկսում են սկզբից, կառուցում են առաջի գրքի վրա, իսկ կրթական ծրագիրը այդպես է կառուցված, որ ուսանողը սկզբից մինչև վերջ իր սովորածի վրա կառուցելով գնա ու կազմի պատմություն ընդհանուր Ռուսաստանի մասին։ Հետո արդեն հնարավորություն կա խորանալու։ Այս առումով օրինակ պարոն իմ կարծիքով զավեշտել է, որ մենք չունենք Արևելյան Եվրոպա։ Որտեղ այն ճանապարհով, որ մենք գնում ենք հիմա, գնացել է Արևելյան Եվրոպան։ Այո, ընդ որում գոնե իմ սերնդի կյանքի օրոք։ Ու դուք որ ասեցիք հեծանիվ հայտնագործել պետք չի, ես միանշանակ ձեզ համաձայն եմ։ Օրինակ այդ խոսակցությունը, որ հիմա մեր մոտ գնում է, փաստավակ հանձնաժողովա ձևավորվել, անցում են արտադրության մասին են խոսակցություններ գնում, կամ վերջնենք այսպես շատ ընդհանուր Ռուսաստանի ազդեցության նվազման խնդիր ունենք։ Տնտեսական քաղաքական բոլոր համակարգում արտաքին հետախուզական ծառայություն ենք ստեղծել, այս բանը դիվերսիֆիկացնելու համար եւ այլն։ Արևելյան Եվրոպան այդ ճանապարհով գնացել է արդեն։ Ինչու մենք չունենք Արևելյան Եվրոպայի մասին գետ 1 առարկա, օրինակ Էստոնիայի բանը Ռուսաստանի հիբրիդային պատերազմների դեմ պայքարի փորձը կամ ես կիբերանվտանգությունը, մենք կիբերանվտանգության մասին առարկա չունենք, եթե չեմ սխալվում։ Ոստեղ մենք ու վերջ այս հատվածով մի բան էլ նշեմ, ցավոք 18-ից հետո իշխանությունը չկարողացավ համակարգային դարձնել Հայաստանից գոնե մագիստրոսական ծրագրում դրսում սովորելու խորհրդակներ ստեղծել։ Այո։ Որտեղ միջև մենք բերենք այդ առարկաները դնենք սերունդ կրթվի ժամանակա պետք։ Բայց եթե մենք գոնե կանանք 3-4 կուրսի լավ սովորող են, պայծառ աշխատասեր, որ նվիրված մարդկանց գոնե օրինակ Ֆրանսիայի հետ հարաբերություն ունենք, չէ՞, խնդրենք ասենք կարող են 10-20 ուսանող կան այս ծրագրով, ես միանշանակ ոստեմ բարձր ասեն ոչ մի խնդիր։ Դուք կկապեին կրթական գերատեսչություններին իրար ուսանողներին կտրեին, կգնային, կսովորեին, կգային այդ։ Դե հետո էլ բողոքում են, թե կադր չունենք։ Այո, դուք երկնքից որ կադրը երկնքից չի իջնում, պարոն Պետրոսյան։ Այո, ես այս հայտարարության մասին, այո, շատ վերջերս հայտարարվեց, որ կադր չունենք, այո, չենք էլ ունենալու, որովհետև այն կրթական համակարգը դեռ որ մենք ունենք, այո, անհատական ջանքով պարոն մենք ունենք շատ ուսանողներ, ովքեր բացի այն կրթական նյութից, որ են տալիս են, ինքը տարբեր ծրագրերի է մասնակցում, փորփրում է, Չիվնինգի է դիմում, Ֆուլբրայթի է դիմում, այս շատ օրինակներ կան, այս իհարկե մասին չեմ խոսում, շատ օրինակներ կան, մենք շատ ուսանող ունենք, որ հիմա մենք մեր փորձագիտական դաշտներ նայենք, շատ ակտիվ մարդիկ հիմնականում կամ դրսում կրթություն են ստացել, կամ դրսում որոշակի ժամանակ են, կամ Հայաստանում լինելով կարդացրել շատ այլ գրականություն։ Այո։ Ու կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ հիմա կրթությունը կարելի համացանցով գտնել, այո, ամեն ինչը հնարավոր է, բայց այստեղ մենք խոսում ենք համակարգային արագ նպատակադրված աշխատանքի մասին։ Այդ կրթական ծրագիրը պետք է համակարգված լինի։ Ու այո, ձեր ասածն ադրի մասին, ու մենք կարող ենք դա Ֆրանսիայի հետ անել, Ամերիկայի հետ անել, նույն Հնդկաստանի հետ, մենք եթե հարաբերություն ենք, ինչու չենք ուզում 10-15 ուսանող գնան հենց Հնդկաստան, սովորեն գան ու մտնեն հենց Հնդկաստանի։ Եվ այստեղ զբաղվեն պրոֆեսիոնալ Հնդկաստանով։ Ու հետո ձևավորեն դպրոց այդ մարդիկ արդեն։ Այո։ Այո, պարոն, դուք իմ միտքը այսպես նշանակեցին տակ ու ես հենց դա նկատում եի կադրերը։ Պարոն Պետրոսյան, եւ ամփոփելով, տեսեք, նաեւ շատ կարեւոր է այստեղ, սա եւս մի ասպեկտ է, որը կարծում եմ չպետք է թերագնահատվի։ Մեր ունեցած դպրոցները, որոնք տասնամյակներով դեռ սովետի ժամանակվանից եկել են, հիմա նոր մաքրվում են այսպես դեֆորմացիաներից, հա։
ասենք թուրքագիտությունը, որ մեզ մոտ տասնամյակներով եղել է, բայց թուրքահայհոյա գիտություն էր։ Նոր սկսել է մաքրվել դրանից ու իրական, ասենք ես ճանաչում եմ մասնագետների, այդ թվում նաև նրանց, ովքեր մեր եթերին են էլի հաճախ հյուրընկալվում, շատ բանիմաց մարդիկ են, բայց սա նոր է տեղի ունենում այս ամենը, որովհետև մինչ այդ կար շլակ մի հատ, որը ընդհանրապես ոչ մեկին պետք չէր։ Իրանագիտությունը այն մասին էր, թե չգիտեմ, որ մագաղաթում ծիտիկները կենտ են, թե զույգ նկարած, չգիտեմ, հայ-իրանական առնչությունների վերաբերող, դա համարում էին լուրջ գիտություն։ Արաբագիտությունն էլի սովետական տրամաբանությամբ իներցիայով գնում էր, թե ինչքան լավ մարդ է Ասադը եւ ինչ լավ են նայում հայ համայնքներին, Սիրիա, Լիբանան ու վերջ մնացած արաբական երկրները գոյություն չունեն։ Բացի դրանից արևելա գիտություն ասված է, հիմա Մարոկկոն արևելք է, թե արևմուտք է, ես չեմ հասկանում, օրինակ։ Խորը արևմուտք է, չէ՞։ Հեռավոր արևմուտք է մեզանից։ Բայց էլի արաբագիտություն, այս արևելք, արևմուտք, այս ոնց ասեմ, շատ սուբյեկտիվ ընկալումը, հա, երբ աշխարհը կլոր է, հա, ուղղակի։ Երևի թե մեզ շատ է շեղում այս ամեն ինչից։ Դա իհարկե գալիս է 19-րդ դարի այն ֆրանսիական դպրոցից, հա, այն օրիենտ, հա, որ ասում էին, դե հասկանում էին, ասենք այս կողմերը, դե օրիենտ։ Հիմա մեզ էլ էին օրիենտ համարում, մինչդեռ մենք ինչ օրիենտ։ Եվ այլն, այս բաների մեջ ոնց որ այդ Դեկարտներ ոնց որ ասում, բերեք սահմանումների մեջ մտցնենք հստակություն, հա, եւ 90% վեճերը կվերանան։ Ինչը կարծում սրա հետ կապված, պարոն Պետրոսյան։ Ես ձեր հետ ինչ համաձայն պարոն, այո, այդ ավելագիտական դպրոցը, որ մենք խորհրդային միությունից ժառանգել ենք, նայել ենք խորհրդային միության աշկերով։ Հա, Ասադը լավն է եղել, որտեղ սոցիալիստ է եղել, բասիստ է եղել, թե մեր իմպերիալիզմին, հետևաբար նաև լավն էր մեր համար։ Այո, հայկական համայնքի մասին խոսակցությունն հետ կապված լրիվ համաձայն, բայց հիմնականում կամ Իրանի հետ կապված հեղափոխությունը եղել է 1979-ին սոցիալիստական ընդդեմ արևմուտքի էլի խորհրդային, ասած, անկյունից է նաև։ Բայց սա իրական արդեն իհարկե արդիական չէ։ այո։ Օրինակ Իսրայելի մասին, հիմա մենք Իսրայելը ուզենք, չուզենք, սիրենք, չսիրենք, Ամերիկայում շատ չեն սիրում, ոչ Չինաստանին, ոչ Ռուսաստանին, որ այդպես շատ սիրում, կամ հետ 44 պատերազմը մեզ ստիպեց ուղղակի Ադրբեջանի մասին շատ իմանալ, շատ սովորել, բայց մինչդեռ հիմա էլ մենք չեմ կարծում բավարար պատկերացումներ ունենք էլի Ադրբեջանի մասին, ունենք մի քանի փորձագետներ, որոնք մեծ աշխատանք են անում, բայց հաշվի առնելով այն ազդեցությունը, որ Ադրբեջանն ունի մեր վրա, իմ կարծիքով մեկ օրինակ բերեմ, այստեղ Կուբայի ճգնաժամի հետ կապված, որ Ամերիկայի գլխավոր թեմաներից մեկն է, էլի Քենեդին, ԽՍՀՄ, այնքան խորքային հետազոտություններ կան, որ տպավորություն ես ունեմ, որ նույնիսկ հետազոտողները գիտեն, թե որ ժամին էին սուրճ խմում Oval Office-ում, երբ որ որոշումներ էին կայացնում, այդքան խորը ուսումնասիրել է։ Իսկ մենք, քանի որ չունենք այս հետազոտական մոտեցումը, մեր վերջին 30 տարվա պատմություններ բավարար ուսումնասիրված չի։ Մենք տեսնում ենք, օրինակ մեր մեդիաներն են հետաքննական աշխատանքներ, վիդեոներ պատրաստում, բայց սա խոսում է մասին, որ ակադեմիական հատվածը սա չի ծածկում, որտեղ ձեր ասած այդ երբ որ թեզեր պետքա գրվի կամ կուրսայիններ պետքա գրվի կամ երբ որ փերիա պետք պաշտպանել, գնում ենք պատմության խորքը, այդ ձեր ասած օրինակն ինչ բաներ ենք ուսումնասիրում, որոնց ազդեցությունը ժամանակակից աշխարհը շատ քիչ է, օրինակ, բայց արդյոք մենք ունենք ուսումնասիրած, օրինակ Հայաստանի քաղաքական համակարգի, ասենք, չգիտեմ, 91-ից 96 թիվ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույն ժամանակաշրջանում շատ խորքային, որը հարցազրույցներ կլինեն, արխիվային աշխատանք կլինի 40 Լեռնային Ղարաբաղի մասին, պարոն, մինչև 44-ի սկիզբը, այսպես մի քիչ տաբուոտ էր հետազոտություն անում։ Այո։ Եթե հետազոտություն արվել, պարզ երևալու է, չէ՞ որ ռազմական մեծ դիսբալանս կա, ասենք։ Այո։ Իսկ ստեղ առարկա կա, որը կոչվում է քաղաքացիական պատերազմներ,
ու Լեռնային Ղարաբաղի մասին քիչ է ինֆորմացիա, որովհետև մենք չենք ստեղծել ակադեմիական գրականություն ուսումնասիրել, բայց ուտենք ես վստահ եմ, թե մենք ունենք քաղաքացիական պատերազմների մասին առարկա, մենք պատկերացնում ենք Ղարաբաղյան հակամարտության մասին շատ ուրիշ են լինելու, որովհետև ձեր ասած հեծանիվ հայտնագործել պետք չէ լինելու։ Իսկ արևելագույնության մասով ես կարևոր մի բան էլ նշեմ, անվտանգային կառույցները ուղիղ ազդեցություն ունեցել են այդ մեր ֆակուլտետների վրա։ Դասախոսներն էլ են կապեր իհարկե ունեցել, դա էլ է փաստ, ու դա նորմալ է, այո, հնարավոր է որ դա լինի։ Դե որովհետև այդ գիտելիքները ուղիղ կապ ունեն, գիտելիքները օբյեկտիվորեն ուղիղ կապ ունեն հետախուզական խնդիրների հետ, ազգային անվտանգության խնդիրների հետ, եւ այդ մարդիկ այո ունեն, այսպես ասենք, առաջին մակարդակի հասանելիություն այդ պատկերացումներին եւ այլ կերպ չի կարող լինել ուղղակի։ Ու հիմա մենք պետք է հասկանանք, բանական, արդյոք այդ վերաբերմունքը, այդ ուշադրությունը, որ եղել է, ում անկյունից այդ ուշադրությունը եղել Հայաստանի անվտանգային սպառնալիքների, թե օրինակ Հայաստանի գլխավոր դաշնակցի, այսպես որը համարվում ասենք, դա պետք է հասկանալ։ Իսկ երեք ես մի հատ տեսա, որ մի էդում որոշում է կայացվել, որ անվտանգության ծառայողը փորձել հավաքագրել լրագրողի։ Այո։ Մի հետը 5000 եվրո Հայաստանում չի կայացվել որոշում, Հայաստանում կարծեմ, որ խնդիրը տեղ չկա։ Ես խորհուրդ կտամ, կարծիք կհայտնեմ, որ լավ կլինի, որ ուսումնասիրեն արդյոք նման հավաքագրման դեպքեր եղել են, օրինակ Երևանի պետական համալսարան ուսանողների նկատմամբ ու հատուկ հենց հումանիտար ֆակուլտետներից։ Ու հնարավոր որ այդ եթե ուսումնասիրություն սկսվի, որ ես կասկածում եմ, որ կսկսվի, կտանի շատ նաև դասախոսների մոտ, որոնք կապող օղակ են փորձել լինել։ Այսինքն մենք շատ լուրջ մաքրման նաև աշխատանքներ կան, որպեսզի այն քաղաքական խոսությունը, որ հիմա ձևավորվել է Հայաստանում, այսինքն որ մենք արևմուտքեր հարաբերություններ խորացնում ենք, փաստացի կետերել ունենք, որ համապատասխանի մեր կրթական համակարգի վիճակին։ Իսկ իմ կարծիքով մենք այդ առումով դեռ շատ հեռու ենք։ Այսինքն մենք դեռ այս ամենը դեռ 21-րդ դարի պահանջներին, անկախ Հայաստանի շահերին եւ պահանջներին ադապտացնելու եւ ծառայեցնելու դեռ խնդիրը համակարգային առումով չենք լուծել, պարոն Պետրոսյան։ Այն ինչին դուք էլ ձեր գրառման մեջ այսպես հպանցիկ անդրադարձակ, իսկ մեր եթերում մենք շատ այսպես ավելի հանգամանալից քննարկեցինք։ Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար, որ ժամանակ հատկացրեցիք եւ ժամանակ գտաք մեր եթերի համար։ Մենք հետևելու ենք այս զարգացումներին եւ պարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանությունների համար։ Մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Ես եմ շատ շնորհակալ, պարոն, նույնը ես եմ ցանկանում առայժմ։ Ստեսություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Դավիթ Պետրոսյանի հետ, ով գտնվում է Միացյալ Նահանգների Թեքսաս նահանգում, նա հետազոտող է Ջորջ Բուշի կառավարման եւ հանրային ծառայության կենտրոնում, լսեցինք իր դիտարկումները կապված մեր արտաքին քաղաքականությունը եւ մեր շահերը սպասարկող արտաքին քաղաքականությունը գիտելիքներով, անհրաժեշտ գիտելիքներով օժտելու անհրաժեշտությունը, նաև այդ մեր գործընկեր երկրների մասին գիտելիքները գիտական հիմքի վրա դնելու անհրաժեշտության հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։